Ողջույն բոլորին, բարի գալուստի Մալիկ, այսօրվա վլոգը որոշել եմ նվիրել շպարին։ Ես մի քանի հայտնագործություններ եմ արել, մի քանի բան եմ հայտնաբերել շպարի ասպարեզից, որոնք ինձ շատ դուր են եկել, որոնք շատ մատչելի են եւ նաեւ խորհուրդ կտայի ձեզ օգտագործել, որովհետեւ իսկապես լավն են։ Ես ժլատ չեմ, այդ իսկ պատճառով ձեզ հետ կիսում եմ ամենալավ պրոդուկտները, որոնք ձեռք են բերել վերջին շրջանում։ Մենք սկսում ենք խնամքից, մի քանի բան ցույց, որտեղ վերջին վլոգներս պատմում եմ միայն խնամքի միջոցների մասին, թե ինչեր եմ պատվիրում ու ինչեր եմ օգտագործում, դրանք հիմնական կորեական կոսմետիկաներն են, բայց նաև կան այլ բաներ։ Դե ինչ, անցնում ենք մեր մեյքափի վիդեոին։ Ինչ կա կնոջ ձեռքերում։ Միշտ մեկից ավել ռեզին մազի։ Դեմքս լվացած է, մաքուր է, ես օգտագործել եմ նիացինամիդով շիճուկ The Ordinary-ից, հիմնականում օգտագործում եմ 30 մլ, բայց քանի որ մեզ մոտ զախ չէր, ասեցի լավ կվերցնեմ 60 մլ, մեկը սենց թենենց օգտագործում եմ եւ ժամկետը բացելուց հետո 12 ամիս է։ Սա ինձ մոտ մի 3-4 ամիս կգնա։ Ձեռքիս մեջ եմ կաթացնում շիճուկը, այնուհետեւ այսպես եմ անում ու նոր քսում եմ դեմքից։ Եթե ինձ ասեն ընտրիր երկու խնամող միջոց ամբողջ կյանքի համար, ես կընտրեի այս նիացինամիդով շիճուկը, ինչպես նաև արևապաշտպանը, որովհետև սրա նմանը գոյություն չունի։ Մեզ մոտ ժամը 7-ն է, տենց արևոտել չի, չնայած ես պետք է օգտագործի արևապաշտպան, բայց կնախընտրեմ օգտագործել սովորական կրեմ Dr. Altea։ Նենց լավն է, ինքը ջրի նման է։ Ես ցույց տամ այսպես։ Երբ որ ձեռքի մեջ տրորում եմ իրան, ինքը դառնում է ջուր։ Եթե ունեք յուղոտ մաշկ եւ ձեր մաշկը գրգռվում ամեն տեսակ խնամող միջոցներից, ծանր է նստում ձեր վրա, օգտագործեք այս կրեմը, որտեղ իր ջրային հիմքի վրա է ինքը ու իսկապես լավն է։ Չի խցանվում, չի նստում դեմքի վրա յուղոտ շերտի նման, ժողովուրդ։ Շատ լավն է։ Եթե իմ դեմքը սրանից դուրս չի տվել, ուրեմն ես շպարը սկսում եմ տոնային կրեմից։ Տոնային կրեմը իմ մոտ հիմա այս երկու տեսակներն են, սա զապասն է։ Ես երբ որ գնում եմ ակցիա լինում ես մոտ Ռոսմանում 2+2, ես ձեռք եմ բերում 2 տոնային կրեմ եւ 2 այլ միջոց։ Ինչ տոնային կրեմ հենց սա, որովհետեւ սա լավն է։ Ես սիրում եմ խիտ տոնային կրեմներ, մաշկս շատ խնդիրներով է հարուստ, ու իմանալ հարուստ չեմ։ Ուրեմն տեսեք, աչքերիս տակը կապույտ է, այստեղ դեղին է, ունեմ պիգմենտացիա, այստեղ ուրիշ գույն է, այստեղ ուրիշ գույն է, այստեղ մի խոսքով խառը գույներ են, այս խառը գույները ծածկելու համար ինձ սովորական CC կրեմ, BB կրեմ, թեթև ծածկողականությամբ կրեմները չեն օգնում, ինձ խիտ տանայելն է պետք։ Բայց քանի որ բոլոր լավ ծածկողականություն ունեցող տոնային կրեմները չորացնում էին մաշկս կամ շատ հաստ շերտով էին նստում, այս վերջին շրջանում ամենասիրելի Catrice Liquid Coverage-ը այդքանն էլ ինձ դուր չէր գալ, որ մաշկս մի էլ կարգի չորացնում էր ու չեմ կարող ասել ինչքան անհարմար է ինքը, երևի ֆորմուլա եմ փոխել թե ինչ, True Skin-ը հանել է Catrice արտադրությունից, որովհետև տեղը բերել ես իմ զիբիլներ ալեցրել, անկեղծ ոչ մի բան չեմ հավանում հիմա Catrice-ի տոնային կրեմներից։ Այո, մամաս էստեղ էր 2024 թվականի սեպտեմբերի, չէ, ներողություն եմ խնդրում սեպտեմբերին էր։ 2025 թվականի ապրիլին մամաս էստեղ էր։ Զգում եմ, որ հենց շպարվում դուրս է գալիս լոգարանից, ասում եմ, մամաս ինձ սիրուն է մաշկը, ծոք հարթ է։ Հա, ասում եմ, քուր, L'Oreal։ Արա, ես էլ արա գնացի ու արա հավանեցի, սա իմ 3-րդն է, իսկ սա զապաս 4-րդն է։ Հիմա մենք ձեզ ցույց կտամ, թե ինքը ոնց է աշխատում, մատ էֆեկտով է եւ շատ ջրային է։ Այսինքն ծորում է։ Ես չեմ գցում միանգամից դեմքից, ձեռքիս վրա եմ անում 2 կաթիլ, չնայած որ սա շատ է, տարածում եմ մաշկից, արագ-արագ պետք է աշխատել, որովհետև հետո այն լավ ֆիքսվում է ու դժվար է լինում իրեն տարածելը։ Տեսնում եք, ինչ ծածկողականություն է տալիս։ Վրձնով էլ կարելի է վերցնել ու սկսել աշխատելը։ Այո, դեմքին երևում է, որ կա տոնային կրեմ, բայց այն հաստ շերտով չի նստում, այն շատ գեղեցիկ է նստում։ Ինչ եմ ուզում ասել։ Այո, զգացում եմ, որ դեմքի վրա կա տոնային կրեմ, իհարկե կա, ոնց կարա չզգացվի, այդ որ մի տոնային կրեմն է, որ կսում եք ու չի երևում, որ կա։ Բոլոր տոնային կրեմներն երևում են ձեր մաշկին, ուղղակի կան տոնային կրեմներ, որոնք շատ հաստ շերտով են երևում, կան տոնային կրեմներ, որոնք բարակ շերտով են երևում։ Սա բարակ շերտով տոնային կրեմներից է։
Ես գտել եմ L'Oreal-ի նաև մատչելի տարբերակը, անալոգը, Essence-ի Silky Blur տոնային կրեմն է, ուղղակի մոտ մի քիչ մուգ գույնը, որտեղ այդ ժամանակ ավտոզագար էի ընդունել ու ինձ մուգ էր պետք, սա վերցրեցի, լրիվ նույն բանն է, լրիվ նույն բանն է, ուղղակի կարող է մի քիչ շուտ դեմքից գնա, քանց թե L'Oreal-ը, L'Oreal-ը մի ամբողջ օր մնում է։ Իմ կանսիլերն էլ է L'Oreal-ի Infallible շարքից, 24 ժամ, շատ խիտ ծածկողականություն ունի, այս կանսիլերի մեկ կաթիլը կարող է ծածկի ձեր աչքերի տակ եղած բոլոր խնդիրները, իսկ իմ խնդիրները քանի որ շատ են, այն հիանալի աշխատում, սա իմ երկրորդն է, մեկ կանսիլերը ինձ ծառայում է 1 տարի, չլսված բան է, սա շատ երկար է ծառայում, որովհետև ինչպես ասեմ, մի կաթիլը եկա բանածածկում։ Վերցնում եմ սպունգը եւ նոր խոնավ սպունգով սկսում եմ նստացնել թե կանսիլերը եւ թե տոնային կրեմը։ Անցնում ենք դիմափոշուն, վարդագույն դիմափոշի։ Այն ոչ մի վարդագույն երանգ չի տալիս ձեր դեմքին, բայց շատ գեղեցիկ կերպով թաքցնում է կապույտներ աչքի տակի, որտեղ աշխատում է կոլորիստիկան։ Բացարձակ ոչ մի վարդագույն երանգ դուք չեք տեսնի ձեր դեմքի վրա, խոսք եմ տալիս։ Այն ունի այս տեսքը։ Այստեղ կա պաշտպանիչ ցանց, որը թույլ չի տալիս, որպեսզի թափվի դիմափոշին, բայց քանի որ ես իմ նախորդ դիմափոշին մի քիչ մնացել մեջ էլ դուրս չէր գալիս, ես ցանցը կտրեցի, լցրեցի ես երկրորդի մեջ։ Սա էլ եմ գնել 2 օրինակով, որովհետև մի բան եթե լավն է ու կան զեղչեր, պետք է գնել 2 հատ, որպեսզի հետո պետք գալու ժամանակ ավելի գումար չծախսել։ Սա շատ եղավ, մի փոքր թափահարեմ, որպեսզի անցնի։ Դնում եմ աչքերիս տակ թեթև, այսպես ու տպտպացնում եմ, հետո նոր պտտում եմ, տպտպացնում եմ, հետո նոր պտտում եմ։ Տպտպացնելու ժամանակ ամբողջովին ֆիքսվում է, իսկ պտտելու ժամանակ էսպես ուղղակի ավելորդ դիմափոշին է դուրս գալիս։ Նորից եմ վերցնում, տպտպացնում եմ և տարածում։ Քանի որ տոնային կրեմս ինքնուրույն է ֆիքսվում, ես կարող եմ ընդհանրապես դիմափոշի չտարածել, բայց ես ինձ չեմ պատկերացնում առանց դիմափոշու, դրա համար մի փոքր անպայման օգտագործում եմ, որովհետև չի լինում, ես առանց դիմափոշի չեմ կարող, ուղղակի քիչ։ Այս դիմափոշու մեջ կան շատ մանր փայլուն մասնիկներ, ձեր դեմքը ընդհանրապես չի փայլում, ուղղակի այդ փայլուն մասնիկների հաշվին ձեր դեմքը շատ մատ էֆեկտ չի ունենում, որ լրիվ պատի նման չէ, մի փոքր դեմքը շողում է, ֆիքսացիան մնում է մինչև օրվա ավարտ։ Հիմա անցնում ենք բրոնզերին, բրոնզերը ինձ մոտ Essence-ի Soft Touch-ն է, շատ սիրուն նուրբ բաց երանգի դիմափոշի է, դիմափոշի չէ, սենց տնից ինքն էլ է դիմափոշի բրոնզերը։ Ես շատ եմ հավանել այս երանգը, այն շատ նուրբ է, շատ հեշտ է տարածվում, այսպես եմ անում, ավելորդը թողնում եմ այստեղ և ընդգծում եմ այդ ոսկրերս։ Տեսեք ինչ սիրուն է։ Շատ հեշտ է տարածվում դեմքին, շատ հեշտ, չի թողնում ոչ մի տեղ լաքաներ և անցումը ձեր մաշկի բնական երանգից մինչև բրոնզերը շատ նուրբ է։ Քանի որ պիգմենտացիան ոչ թույլ է, ոչ էլ շատ ուժեղ, այն ճիշտ պիգմենտացիա ունի և ճիշտ երանգ ունի, սա ինձ մոտ 10 համար։ Մի փոքր էլ այստեղ եմ անում, ավելորդ հատվածները քթի վրա և այստեղ։ Ու տեսեք, այդքան էլ ծանր չի դեմքը նայվում այս բրոնզերով, որտեղ իր մեջ չկա այդ տգեղ ժանգագույն երանգը, ենթատոնը գոյություն չունի, շատ նուրբ է, ոչ էլ սկուլպտորիա նման, ընտիր գույն է, հատկապես մեզ համար ովքեր ունեն ոչ այդքան շատ բաց մաշկ և ոչ էլ շատ մուգ։ Եվս մեկ պրոդուկտ Essence-ից իրենց Soft Touch, տուփերը շատ պատմոտ կեղտոտվում է մի այլ կարգի, Soft Touch ռումյանանա դիմափոշաստոճան, կարմրաններ կա կրկին 10 համարի ներքո, գեղեցիկ երանգ ունի, սա էլ այստեղ եմ թողնում և ընդգծում եմ այդ ոսկրերից վերևի այս հատվածը։ Շատ ուժեղ պիգմենտացիա ունի, իրոք զգուշ պետք լինել մի փոքր էլ այստեղ։ Եվ շատ եմ սիրում ընդգծել այս հատվածները, արդեն իսկ ավելորդն է ավելցուկով, ինչը որ մնացել է վրձնի վրա, այ դա, վերջ։
մի փոքր էլ կարելի է այսպես անել։ Հիմա քանի որ ես աչքերի շպարով չեմ զբաղվում, ուղղակի ինչ որ մնում է բրոնզերի վրձնի վրա, ինչ որ մնում է այս վրձնի վրա, ես սկսում եմ կոպերից մինչ հոնքերին անցնելուց ցանկանում եմ ձեզ ցույց տալ իմ երկու հայլայթերները, մեկը Essence, այս մեկը Catrice։ Essence-ի հայլայթերը սովորական ոսկեգույն երանգ ունեցող հայլայթերներից է, բոլորը իրեն գովում էին, շատ լավ կարծիքներ եմ տեսնում եք ոնց է ինքը փայլում, շատ առողջ թաց երանգ ունի, բայց քանի որ ես հայլայթերներ, տեսեք, սա առել եմ 1 տարի առաջ։ Անգամ նկարը չի փոխվել, որովհետև այդքան շատ չեմ օգտագործում, հեսա ժամկետն էլ կանցնի, հա։ Եվ այս մեկը Catrice-ին է, ասում են, որ շատ նման է Fenty Beauty Diamond-ին, խնդրեմ ես տեսքն ունի սենց մատով, բայց երբ որ շատ հաց սիրուն է, չէ, բայց երբ որ տարածում եք ձեր դեմքին, այն ոնց բացատրեմ, խոշոր հատիկներով է լինում, այսինքն թաց էֆեկտ միայն երևում է լույսի տակ, որտեղ հիմա լույս է ինձ վրա, բայց ժիվոից բնականում դեմքի վրա մեծ փայլի գնդեր է լինում, չգիտեմ, ինձ թվում է, որ դա դեմքին սիրուն չի, այլ սիրուն կլինի այս հատվածների վրա, իսկապես շատ սիրուն է նայվում, բայց ոչ դեմքի վրա, ինձ համենայնպես դեմքի վրա դուր չեկավ, ես սա օգտագործում եմ իմ կոպերի վրա, ուղղակի տեսեք ինքնից հատկությունն է սխմվում է, որտեվ կրեմայինի նման է, մի խոսքով հիմա նայեք, այսինքն սկսում ստեղ ու ինչ սիրուն է նայվում։ Աչքերի շպար ավարտեցինք, հիմա անցնում ենք հոնքերին։ Հոնքերիս համար ես օգտագործում եմ կլասիկ հին տարբերակով հոնքի մատիտ, ինձ մոտ Catrice-ն է, 0.25 համարը, ես ունեմ նաև զապաս։ Հիմա, տեսեք իմ հոնքերը բավականին շատ էին ժամանակին, ես չգիտեմ թե ինչի էի հաստ հոնքեր անում ինձ, որ ես սենց տենից ունեի հաստ հոնքեր, մի բան եմ գծում էի դրանք ու հետն մուք են, հիմա որ նայում եմ հին նկարներ, ասում հա լավ խի Անահիտ ջան, խի ինչ էր քո ուղեղի հետ կատարվում։ Ես լավ բարակացրել եմ իմ հոնքերը, սա բարակ է, սա շատ բարակ է իմ համար։ Բարակացրել եմ իմ հոնքերը եւ լամինացիա եմ արել։ Հիմա ուղղակի այս հատվածները, որոնք որ թափանցիկ են, ես իրենց պարզապես հոնքի մատիտով լցնում եմ։ Ես չեմ գծում ինձ նոր հոնքեր, կարիք չկա դրա, ինձ մոտ չեմ բացակայում, այստեղ բացակայում է հոնքեր, բայց լամինացիայի արդյունքում ծածկվում է այդ հատվածը։ Հիմա պարզապես թեթև շտրիխներով հոնքերս լցնում եմ։ Այս կողմն էլ այո, իմ երկու հոնքերը իրենց տարբերվում է, ասիմետրիկ են, ինչպես բոլորի մոտ։ Եվ ժամանակին թե ես ունեի խնդիր երկու հոնքերը ամեն կերպ իրար նմանացնելու, հաստատցնելու արդյունքում, հիմա չունեմ։ Եթե սա իր ձևն ունի, իր ձևով եմ գծում, սա իր ձևն ունի, իր ձևով եմ գծում, որ ոչ մի բանի հետևից անկապ չեմ անգնում, ժամանակ ծախսում։ Մեկը չկա ինձ ասյան այդ ջան գնա մի հատ խանութից քեզ կյորլեր արվարտավ կյորլերս չկա այդ շիպցիներն է ու առանց դրա իմ թարթիչները շատ դժվար է ներկելը որտեվ իմ թարթիչս նայում է ուղիղ անշանորքի նման թարթիչաներկս Essence-ի ոնց է կոչվում with the light խոսքով սա է շատ լավ տուշ է հիանալի վրձինի սիլիկոն է տափակ բարակ մի հատ նայեք իրավր ինչքան պրոդուկտ կա ոնց է սանրում մազիկները ոնց է ներկում մազերը ընտիր ուղղակի ես ջրակայուն եմ առել միամիտ եմ առել, բայց գոհ եմ, այնպես չի որ գոհ չեմ։ Միակ տուշն է, որը չի փշրվում աչքերի տակ։ Միակ տուշն է, որ ամբողջ օրը մնում է։ Լինում են դեպքեր, երբ որ ես եղանին քնացնում եմ, ու պետք է հելեմ լվացվեմ, լիքը գործ անեմ, բայց երեխաների հետ ես կամ երեխաներից առաջ ես քնում եմ։ Առավոտյան արթնանում եմ, տուշը ոնց կա, տենց մնում է դեմքիս։ Սա լավ չի կարելի շպարով քնել, իմ հետ դա պատահում է։ Բոլորիս հետ էլ պատահում է, ուղղակի մեն շուշուտ է պատահում։ Ու ես դա չեմ քաղում էլի, որ խոսքի մինչև քները գնամ լվացվեմ, հետո նոր գանք երեխաների հետ պարկելու, չէ, ես հոլով հետո կհելնեմ, դիմակ միմակ կդնեմ ու խրծում եմ։ Ընտիրա։ Այս տուշը ունի նաև սովորական տարբերակը, ոչ ջրակայունը, որը որ ցանկանում եմ ձեռք բերել, գնացի որ խանութից առնեմ, անցած վլոգում էլ ասել եմ, որ պատրաստում եմ ձեռք բերել, բայց ասեցի լավ, սպասեք տանս տուշերը վերջանա նոր Հիմա դեռ այս տուշի մեջ կա ժողովուրդ, արդեն 5 ամիս է քսում եմ, դեռ չի վերջացել ու միտքել չունի։
Դե որ չի վերջանում, ոչ էստի կառնում։ Կյորլերը չկա, շատ զգուշությամբ եմ քսում, որ հանկարծ չլողոզեմ կոպերից ու կարողանամ նաև բարձրացնեմ թարթիչները վերև։ Խնդրեմ զգում եք տարբերությունը։ Խնդրեմ նայեք իմ թարթիչներ, ինձ չեմ լողոզել, մենակ ես էլա ոչինչ կարելի ասել չեմ լողոզել, տենց բան գոյություն չունի, ես մի բան կասեմ, տուժ կսեմ ու չլողոզվի, գոյություն չունի։ Անցնում ենք մատիտներին։ Այս մեկը պահենք, սա վերջում։ Ուրեմն, Essence-ի այս մատիտները, ես Essence-ի մատիտները չեմ սիրում, որտեղ իրանք բոլոր իրենց մոտ ունեն այն ժանգոտ ենթատոնը, չեմ սիրում ժանգոտ ենթատոնը ոչ մի բան շպարի մեջ ու ոչ էլ հագուստի մեջ։ Որոշում եմ գնել 0.3-ը, ինձ դուր է գալիս, 0.3 մատիտը գնել եմ, հետո սա ես իմ արդեն որորդն է զապասովել եմ առնում, հենց զեղչա լինում, օրինակ հիմա ակցիա կա Ռոսման խանութում, 1+1, մի բան գնում ես շուրթերի պրոդուկտ և երկրորդ շուրթերի պրոդուկտը, որ ընտրում ես, անվճար է գալիս, դրա համար մատիտները առել եմ։ Այս մատիտը 0.3 համարն է։ Քսեցի այսենց, գույնը նայեք։ Ինքը շագանակագույն է, ունի վարդագույն ենթատոն, բայց մուգ չի և ոչ ժանգագույն է։ Շատ նուրբ է քսվում, գնդիկներ չի թողում։ Ինքը որպես ինքնուրույն պրոդուկտ հիանալի է, շուրթներն էլ անգամ ստեղ պետք չի։ Բայց ունի մի վատ կողմ։ Ինչպես յուրաքանչյուր շուրթերի մատիտ, որը փայտի մեջ է, ոչ թե պլաստմասի, այսինքն գելային չէ, շատ շուտ է մաքրվում։ Ես սիրում եմ մի քիչ բարձրանալ վերև, շուրթերի լցված շուրթերի էֆեկտ, քանի որ իմ շուրթերի մեջ ոչ մի բան չկա, իմ միսն է, իմ արունն է ու իմ անոթներն է։ Մեծ սիրով կներարկեի մի կես միլի էստեղ, մի կես միլի էլ էստեղ, մեծ սիրով, կնճիռները հարթելու մի փոքր ծավալի համար, իհարկե մեծ սիրով կանեի։ Տեսեք ինձ սիրուն գույն է, շատ սիրուն գույն է և սրա հետ համադրում եմ երկու շուրթներ։ Մեկը Essence-ի այս Blur Soffle, ես ինչա կոչվում, մուսի նման շուրթերի ներկն է։ Տեսեք ինչ պես է ինքը նստում իրա վրա։ Ոնց որ բարխատ լինի շուրթերի վրա, շատ սիրուն է նայվում։ Խնդրեմ։ Շատ սիրուն է։ Ուղղակի հիմա շպարիսը չի սազում, որովհետև այստեղ համարյա էֆեկտ ոչ մի երանգ չկա, դրա համար մի սակ չի նայվում։ Աչքի վրա գոնե պետք է շագանակագույն մի բան լինի, որպեսզի համահունչ լինի։ Essence-ի մատիտը նաև սիրում եմ համադրել Riva Love Me 12 համարի այս շորթներկով։ Սիրուն է, չէ՞։ Հա, շատ սիրուն է, ինչ շատ է դուր գալիս այս էֆեկտը, հիանալի է ու մի տեսակ ամեն օրվա էլ է։ Ունեք ամեն օր ես չեմ սիրում օգտագործել ոչ շերտներ, ոչ մատիտ, ուղղակի ես տնից դուրս եմ գալիս առանց շպարվելու, բայց եթե ինչ-որ մի շպար անում եմ, ապա 100% իմացեք մատիտը այս շերտներկետ համադրությունը իմ ֆավորիտն է և ես տենց եմ տնից դուրս գալիս։ Բայց երբ որ ես որոշում եմ լինել փոքր էլեգանտ, ես օգտագործում եմ Vivienne Sabo-ի այս մատիտը։ Ժողովուրդ, ես միամիտ տեսա, որ մեր նոտինում կա ներկայացված Vivienne Sabo։ Եվ քանի որ վաղուց տեսել եմ, որ բոլորը գովում են 0.7 համարի այս մատիտը, ասացի լավ ինչ ուզում արնի կառնեմ։ Ճիշտ է ինքը թանկ է համեմատաբար մյուս մատիտն, ինքը անգամ շորթներկից է թանկ, բայց պատվիրեցի եւ հիմա տեսեք։ Հենց ակցիա լինի, երկու օրինակով վերցնելու եմ, նայեք խնդրում եմ։ Սա չմաքրվող մատիտ է, մնում է շուրթերի վրա, մինչև օրվա վերջ։ Ուրեմն, սառը մանուշակագույն ենթատոն ունի, սառը երանգ, ոչ վարդագույն է, ոչ մանուշակագույն է, ոչ բեժ է, այն որ իդեալական է, ամեն ինչի հետ է սազում, սիրուն է, մի այլ կարգի սիրուն է, ես շատ եմ հավանում և այս մատիտի հետ սիրում եմ օգտագործել վարդագույն շուրթերի շուրթներ, որպեսզի ստանամ ombre էֆեկտը։ Այսքան մատով շուրթներկս շի է,
Որովհետև ժողովուրդ հիմա ինչա կատարվում կոսմետիկայի շուկայում սովորական շրթներք, կլասիկ շրթներք, այսպիսի շրթներքները գոյություն չունեն այլևս, ունի միայն L'Oreal-ը, մի քանի հատ ունի այս Rival-ը եւ ամենաժանանոց Shein։ Չկա շուրթի սովորական շորտներ, գլոսներ են, բալզամներ են, յուղեր են, չկա այլևս նորմալ շորտներ։ Ինչա կատարվում։ Էս ինչի համար։ Ես ինչի պետք է ուզենամ այս գույնը, որը որ շատ հազվագյուտ գույն է, այդքան էլ շատերը չեն օգտագործում։ Ինքը չկա արտադրության մեջ, ոչ մեկ չունի, միայն DM ընկերությունն է, որ ունի իրենց գույնը, այս գույնը ունի։ Գիտեք ինչքան եմ անեկել, մեկ էլ այս գույնը ունի Maybelline-ը, բայց որ չորանում է մատ տարբերակը, այս ինկերի տեսքով ունի։ Ես ուզում եմ ուղղակի կլասիկ շրթներ, չկա, ես ուզում եմ բեժ կլասիկ շրթներ, որը որ չկար ոչ մի տեղ բացի L'Oreal-ից, L'Oreal-ը շատ թանկ է, 10,000 դրամ համարի, 10,000 չեմ պատրաստում տալ շրթներքին։ Չկա ոչ մի տեղ, վերջացել է։ Ես բողոքում եմ, դա անարդար է։ Քանի որ չեմ ցանկանում վառ նոտայով ավարտել այսօրվա հոլովակը, ես սիրում եմ նվիրված հոլովակներ, մեյքափին, կոսմետիկ պրոդուկտներին, ես ուզում եմ այն լավ նոտայով ավարտենք։ Ես ուզում եմ որպեսզի վերադառնա կրկին ինձ մոտ այդ ֆորմատը, որտեղ որ ես ձեզ ներկայացնում եմ իմ ֆավորիտները, նոր տեխնիկաները շպարվելու ուղղակի ես շատ լավ գիտակցում եմ, որ ժամանակին 2016-ից մինչև 2021 թվականները բոլորս ունեինք ամեն ինչ ու շատ ոչ այդքան կարևոր բաներ։ Մենք ունենք պալետկաներ լիքը, վազում ենք նոր պալետկաներ, հետևից այդքան շատ չենք օգտագործում։ Կար չէ թրենդ շպարվելու, հիմա շպարվելու թրենդը վերացել է։ Ես ուրախ եմ, որ վերացել է ի օգուտ խնամող միջոցների, մեր համար հիմա կարևոր է շատ մեր մաշկի որակը, առողջությունը, այնուհետև դեկորացիան։ Բայց քանի որ առանց դեկորացիա ապրել չի լինում։ Մեկ sense հոլովակներն էլ են պետք, որպեսզի մենք կիսվենք մեր ֆավորիտներով, ձեզ հետ, դուք ձեր ֆավորիտներով մեզ հետ։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե մեկնաբանությունների բաժնում գրեք, թե որ պրոդուկտներն են վերջին շրջանում ձեզ համար համարվում լավը, որոնք եք հայտնագործել, հայտնաբերել, ավելի ճիշտ կլինի ասել, կոսմետիկ շուկայում, որոնք որ մատչելի են, բայց նաև շատ լավ պրոդուկտներ են, չեն զիջում ոչինչով լյուքսին։ Ես Instagram-ում եմ ասել եւ այստեղ էլ կասեմ, որ Essence բրոնզերը ոչինչով չի զիջում Gucci-ին, ոչինչով, միայն գնով, քանի որ այն շատ մատչելի է, բայց որակի առումով լրիվ նույնն է։ Այսքանն էր իմ շպարը, այսքանն են իմ սիրելի պրոդուկտները, պրոդուկտը, որ ես ձեզ ցույց տվեցի, ես իրենք շատ եմ սիրում, օգտագործում եմ։ Ես իրենց անունները կփորձեմ թողնել մեկնաբանությունների բաժնում կամ infobox-ում, infobox-ը ոչ մեկ չի մտնում, դա մեր կփորձեմ ամրացնել մեկնաբանությունների բաժնում։ Կփորձեմ ապագա հոլովակներից մեկը նվիրել մազերի խնամքին, թե ես ինչ խնամող միջոցներ եմ օգտագործում եւ ինչպես եմ հարդարում իմ մազերը, որոնք ունեն երկար պատմություն, ես իրենց ավիրել եմ, ավիրված են, կպատմեմ մի խոսքով իմ մազերի դժվար ճանապարհի մասին եւ ինչպես եմ կարողանում պահպանել փայլ ու մի փոքր փափկություն։ Դե ինչ, լավ մնացեք, մենք շատ շուտով կհանդիպենք, ես ուրախ եմ, որ վերջապես նկարում եմ իմ սիրելի թեմայով հոլովակ մեյքափի մասին։ Լավ մնացեք, կհանդիպենք։